Այսօր բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ ես եւ Վրեժ Կիրակոսյանը ասում ենք ձեզ բարի առավոտ։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, այո, վերջին շրջանում կարծես թե Կիրակոսյանները առանձին էին, բայց այսօր միացել ենք եւ գնալու ենք առաջ ու գեղեցիկ եթերներ։ Կրկնակի դրական էներգիա ենք ձեզ ուղարկելու։ Այս պահին իհարկե ընդհատվենք փոքր երաժշտական ընդմիջմամբ, վերադառնանք ու շարունակենք եթերը։ Գնացինք։ Թե ինչ վերադարձանք այսօր սպորտային եթերը մեզ սպասում սիրելիներս, այնպես որ եթե առավոտյան մարզանքը չեք արել, խորհուրդ ենք տալիս անել, ինչու ոչ նույն երաժշտության ներքո կամ մեր եթերի ներքո, իսկ այս պահին առաջարկում ենք դիտել տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ով է այսօր մեր հյուրը։ Գնացինք տեսանյութի հետքերով։ Եվ այսպես ինչպես համոզվեցինք օրերս տեղի ունեցել Երևանի դպրոցականների հանդբոլի փառատոն, սա իրականում շատ հետաքրքիր եւ յուրահատուկ իրադարձություն է, կարծում եմ բոլորիս համար։ Ոչ առանձնահատկությունը տարիքային եւս ի նկատի ունենալով այս։ Անշուշտ առաջին անգամ Հայաստանում սպորտը մտնում է մանկապարտեզ, Հայաստանում հանդբոլի զարգացմանը նոր շունչ տալու համար այս սպորտաձևը մտնում է մանկապարտեզներ եւ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կողմից ծրագիրը իրականացնելու համար մանկապարտեզներին տրամադրվում է նաեւ համապատասխան գույք այս եւ ամենի մասին մենք կզրուցենք այսօրվա մեր հյուրի հետ։ Շտապ եմ ներկայացնել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ միասին եւ լավ ու դրական նորությամբ, որովհետեւ այնինչ վերաբերում է սպորտի, դա արդեն օգտակար է եւ կարեւոր, իսկ երբ որ սպորտը ներխուժում է մանկապարտեզներ եւ դպրոց, առավել եւս։ Բայց երբ ասում ենք հանդբոլ, չենք ասում, որ շատ այսպես մոդայիկ սպորտաձև է եւ ամենուր ծնողին երբ հարցնում ես երեխա տուր է գնալու, ասում են հանդբոլի։ Այդքան էլ ընդունված չէ մեր օրերում։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Նախ եւ առաջ պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, չունենալով մեծ դալիճներ, չունենալով, հանրապետությունը չունի այդ դալիճները, որը մենք կարող ենք օգտագործել ավելի լավ զարգացնելու համար, սակայն մեր վերջի հանդիպումից հետո շատ բաներ ա փոխվել, այո։ Այսինքն իրազեկումը, բարձրաձայնումը խնդրի կարևոր է։ Այո, մենք համոզվում ենք, որ մեր կատարած աշխատանքները ունենում են իրենց ազդեցությունը եւ այսօր գրեթե մենք մարզադպրոցներում չունենք պակաս երեխաների, որոնք ուզում են զբաղվեն հանդբոլով։ Հենց ճանաչում են սպորտաձևը։ Հա, գալիս են կոնկրետ հանդբոլի։ Եթե հետ գնանք, մի փոքր հանդբոլի պատմությունը Հայաստանում եւ ֆեդերացիայի գործունեությունը երբ է ստեղծվել եւ ինչ առաքելություն ունի այսօր հանրապետությունում եւ ինչ վիճակում է գտնվում։ Դե հանդբոլը ինքը իրանից 20-ական թվականներից է 1900 գոյություն ունեցել։ Հայաստանում հանդբոլի ֆեդերացիան սովետական միության ժամանակից 50-ական թվականներին է ձևավորվել, իսկ անկախ Հայաստանում ինչպես եւ մնացած բոլոր ֆեդերացիաները պաշտոնապես ձևավորվել են 92 թվականին 1900։ Դե ծանր տարիներ էլ է բոլոր մարզաձևերի համար, խաղային մարզաձևերի համար էլ առավել ծանր, որովհետեւ խաղային մարզաձևերը զարգացնելը բարդ է, հաշվի առնելով թիմային մտածելակերպը, թիմային աշխատանքը, դա անհատական մարզաձև չի, մի քիչ ավելի, ասենք ասենք, քո անհատական աշխատանքը ոչ այդքան կարևոր է, քան թիմային աշխատանքը։ Դրա համար իր անունով զարգացել է։ Տարիներ առաջ մենք ամեն դեպքում ունեցել ենք տղամարդկանց եւ կանանց մեծահասակների հավաքական։
Հիմա որքանով գիտեմ չունենք, ի՞նչն է պատճառը։ Նայեք, երկար տարիներ մենք անգամ մանկապատանեկան սպորտը չենք կարողացել դուրս հանենք հանրապետությունից, որովհետև չենք ունեցել պատշաճ ֆինանսավորում, այսօր էլ չունենք ճիշտն ասած։ Խնդիրը արդիական է եւ մնա։ Շատ տխուր է, երբ որ մի ֆեդերացիա, որը խաղային մարզաձևի ֆեդերացիա է, որը տալիս է նաև սպորտի զարգացման Հայաստանում, հա, ավելի ուժեղ իմպուլս, քան Կարանտան անհատական մարզաձևերը, որովհետև հասկանալի է, թիմային մարզաձևը ունենում է ավելի շատ երկրպագու, ավելի շատ ներգրավվածություն, հա, երեխաների եւ այլն, բայց այսօր հանդբոլի ֆեդերացիայի պետական աջակցության բյուջեն կազմում է ընդամենը 12 միլիոն 770 հազար դրամ։ Տարեկան բոլոր մրցումների, բոլոր տարիքային խմբերի համար, ինչը շատ, եթե վերածեք գումարի, կհասկանաք, որ դա ընդհանրապես գումար չի, ի տարբերություն սենց ասեմ, Վրաստանի բյուջեի, որ հասկանաք, նրանց պետական աջակցության բյուջեն հանդբոլի 1 միլիոն 800 հազար եվրո է։ Դա խնդրեմ։ Այսինքն իրանց մի տարվա բյուջեն մեր մոտ 80-100 տարվա բյուջեն է։ Հավանաբար, բայց էլ եմ ասում, մանկապատանեկան տարիքում մենք կարող ենք մրցակցել Վրաստանի հետ հանգիստ եւ ավելին ասեմ, մենք հաղթում ենք մրցումներին, իրանց միջազգային մրցումներին, մրցաշարերին զբաղեցնում ենք թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ տեղերը, բայց ավել մենք չենք կարող գնանք, որովհետեւ ասեցի, չունենք դալիճներ, Հայաստանում մենք չենք կարող այդ դալիճները ստեղծենք ինքներս, հավանաբար մենք նման ֆինանսներ չունենք, իսկ պետությունը միգուցե ծախսում է սպորտի վրա գումարներ, ինչ ասվում է, բայց մենք այդ դալիճները մինչև այսօր չունենք։ Հանդբոլը չունի։ Մենք չենք կարող տեսնել, որովհետև ասեցի, հանդբոլի վրա այսօր ծախսում է 12 միլիոն 770 Լավ, անդրադառնանք այս պահին տեղի ունեցած այն փառատոնին, որը որ ընդգրկված է եղել նաև մանկապարտեզի տարիքի երեխաներ, որտեղ գաղափարը, նախաձեռնությունը եւ ինչ արձագանքներ ունեցան։ Բարի, ես ուղղակի մի թեթև շարունակեմ հարցի կիսատ մնաց կանանց եւ տղամարդկանց հավաքականների մասին։ Մենք ձևավորում ենք հավաքականներ, ուրիշ բան, որ մենք չենք կարող մասնակցենք էլի ֆինանսների պատճառով Եվրոպայի եւ բանի աշխարհի առաջնություններին, սակայն մենք անցյալ տարի վերականգնել ենք կանանց առաջնությունը հանդբոլի ու շատ լավ արձագանք է ունեցել։ Կանայք ակտիվ են։ Մեր սոցցանցերում այդ մրցաշարը նայել են մոտ 170 հազար մարդ Հայաստանից, այսինքն ստատիստիկայի, ու դա ինձ թվում է լավ արդյունք է ու նաև նպաստել է երեխեքի հոսքին, նես որ այդ ուղղությամբ աշխատում ենք, նաև եվրոպական հանդբոլի, կնեք միջազգային հանդբոլի ֆեդերացիայի հետ ունենք պայմանավորվածություն, որ այս տարի M18 տարեկանի հավաքականը մասնակցելու է ԵԱՇՖ-ի տրոֆիին, դա աշխարհի առաջնությունն է երկրորդ խմբի կարելի ասել զարգացած երկրների հանդբոլի, հա, եւ պայմանավորվել ենք, որ ողջ ֆինանսավորումը իր վրա վերցնելու է միջազգային հանդբոլի ֆեդերացիան։ Մեր համար դա մեծ օգնություն է, որովհետև հակառակ դեպքում մենք նորից չէինք մասնակցել այդ ամեն ինչի։ Ուղղակի տեսեք, երբ ասում եք մանկապատանեկան տարիքում լավ հոսք կա ու ամեն ինչ արվում է, բայց հետո մեծահասակների համար չունենք հնարավորություն մասնակցելու, չեք կարծում, որ դրա մոտիվացիան կարծես կորում է, այսինքն, եթե դու չունես նպատակ հետագայի համար, միայն մի տարիքային խմբի համար լինելը քիչ։ Դե դրա համար մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի կարողանանք մասնակցենք աշխարհի եւ Եվրոպայի խաղերին, անկախ նրանից, որ մենք չունենք այդ ֆինանսները, բայց մենք հասանք նրան, որ կարողանում ենք այսօրվանից եւ 7 տարի շարունակ մենք ունենք պայմանավորվածություն, որ մենք կարողանալու ենք մասնակցենք։ Դա էլ հենց մոտիվացիան է մնացածի համար, որ կարողանան գնան։ Իսկ ինչ վերաբերվում ավելի մեծ հասակների, հավանաբար պետք է լինեն ակումբներ, իսկ ակումբները կապված են դալիճներից։ Այսինքն մի խոսքով առաջնային դալիճներ են հարկավոր զիլներս, ուր գնում ենք, ասում են նորից գալիս ենք այդ խնդրին։ Այդ պատը մեր համար միշտ արդիական է։
Ձեր հարցին պատասխանեմ, մանկապատանեկանի մի տարի առաջ մենք Եվրոպական ֆեդերացիային առաջարկեցինք մի ծրագիր, որը համահունչ էր իրանց master plan ծրագրին, դպրոցականների եւ մանկապարտեզներ մտնելու մասին։ Դպրոցականների ծրագրերը նրանք օգտագործում էին, այսինքն իրանք ունեն այդ ծրագիրը, մանկապարտեզի ծրագիր իրանց հետաքրքրեց, իրանք ունեն որոշ երկրների փորձ մանկապարտեզներում անցկացնելու հանդբոլի դասեր եւ այլն, բայց մեր առաջարկին իրանց դուր եկավ մոտ 7-8 ամսվա աշխատանք համատեղ ծրագիրը բերեցինք համապատասխանության եւ անցյալ տարվա հոկտեմբերին իմ անդաու մեկնած կոնգրեսի ժամանակ ստորագրեցինք պայմանագիր Եվրոպայի ֆեդերացիայի հետ հանդբոլի 3 տարվա ծրագրի։ Այդ ծրագրի շրջանակներում տարեկան 44,000 եվրոյի օգնություն է ցուցաբերվելու, դա կլինի գույք, դա կլինի ֆինանսական օժանդակություն հենց ծրագրի շրջանակներում, ոչ ուրիշ, այսինքն այդ դպրոցի դասատուները, որոնք ընդգրկված կլինեն այդ ծրագրի մեջ, այդ մանկապարտեզի համակարգիչները ֆիզկուլտուրայի, որոնք ընդգրկված կլինեն ծրագրի մեջ, մեր կողմից նաև կստանան ֆինանսական օգնություն, ինչը իրանց մոտիվացնելու է այդ աշխատանքը անեն։ Այո, այսօր Հայաստանը խաղային մարզաձևով մտնում է մանկապարտեզ, եւ դա բացառիկ բան է ոչ միայն Հայաստանի համար, նաև աշխարհի շատ երկրների համար։ Հետաքրքիր է, ինչպիսի շրջանակ է ընդգրկել փառատոնը, Երևան թե մարզեր եւս հանրապետություն։ Փառատոնը մենք նույնպես արել ենք master plan բանում շրջանակներում ծրագրի։ Այս փառատոնը, որը մենք անցկացրել ենք Երևան քաղաքին էր վերաբերվում դպրոցականներին, կատարել ենք համատեղ քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերով վարչության հետ։ Մենք սերտ համագործակցում ենք իրանց հետ։ Ինչ որ բան ստացվում է, ինչ որ բան չի ստացվում, բայց ամեն դեպքում գործնական հարաբերությունները կան։ Այդ շրջանակներում այլ ենք Երևանի, բայց մեր ծրագրի շրջանակներում մենք ունենք երկու փառատոն նորից Երևանի եւ մարզերի կապված դպրոցականների հետ եւ երկու փառատոն մանկապարտեզների երեխաների թե մարզերի թե Երևանի։ Դրանք տարվա ընթացքում են սպասվում։ Տարվա ընթացքում։ Ես հիմա ինչ ասում եմ, խոսում եմ մի տարվա կտրվածքով։ Երբ ասում ենք մանկապարտեզներ, մի փոքր զարմանում եմ, որովհետև չգիտես ինչու ինձ թվում է, որ այս սպորտաձևը գոնե դպրոցահասակ երեխաների համար է։ Եթե մարդիկ ուզում են բերեն երեխային հենդբոլի, արդյոք ընդունում եք մանկապարտեզային 3 տարեկանից սկսած եւ արդյոք մանկապարտեզային ծրագիրը մի փոքր այլ չէ դպրոցահասակների երեխայի նաև ֆիզիոլոգիայի չէ համար հետաքրքիր է։ Դուք իրավացի եք, իհարկե ոչ, 3 տարեկանից մենք հանդբոլի չենք ընդունում։ Հաստատ չեք ընդունի, Այո։ Ուրեմն ծրագիրը նախատեսված է ինչի։ Երեխան իր ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում մանկապարտեզում օգտագործելու է հանդբոլի գնդակ։ Այդ գնդակը փուչուր է եւ գուբկայից է։ Այսինքն վերևի շերտը գնդակի նման է, ինքը գուբկա է, իրան կարելի է սեղմել, բռնել, որը ոչ շատ գցելու դեպքում վնաս չի պատճառում։ Ունենք հատուկ դարպասներ, պլաստիկից սարքած, նախատեսված հենց այդ դրա համար, որ ոչ մի վնաս երեխուն չպատճառի ընկնելու դեպքում եւ այլն։ Հարմարեցված է մանկապարտեզային Մենք կոչում ենք այդ դասերը ուղղակի մանկապարտեզում հանդբոլի դաս։ Ինչա դա մեզ տալիս։ Դա մեզ տալիս է այն, որ երեխու մոտ ձևավորվում է, որ ինքը այսօր ունի հանդբոլի ժամ։ Նա գնում է տուն, ասում է այսօր հանդբոլ ենք արել։ Այսինքն երեխայի ենթագիտակցության մեջ տեղավորվում է հանդբոլ մարզաձևը։ Մանր հանդբոլ մարզաձևը դառնում է այն մարզաձևը, որ երբ որ երեխան հասնում է դպրոցական տարիքի, որ պետք է ընտրի իր համար մարզաձև, հավանաբար իր ենթագիտակցության մեջ։ Հանդբոլ ասում է այստեղ։ Իրան ծանոթ է։ Ես հանդբոլ եմ ուզում։ Այսինքն սաղ դրույքը դրած է դրա վրա, որ հա, իրականում հետաքրքիր։ Նաև դա ինչ է տալի երեխային բացի հանդբոլից, հա, երեխան մանկապարտեզից ծանոթանում է մեծ սպորտին։ Հավանաբար երեխան որտե լսի հանդբոլ, լինի դա հեռուստատեսություն, լինի դա
սոս ցանցեր չէ, որ մանկապարտեզի երեխան էլ է թերթում այդ հեռախոսը, մենք չենք կա դրանից հրաժարվենք, հասկանում ենք, որ հա, դա կա, ինքը նաև տենալուց իրան հետաքրքիր է լինելու։ Եվ դա նույնպես տեղավորվել է ենթագիտակցության մեջ, մենք կարծում ենք, որ դա մեզ կտա ավելնորդ հոսք եւ ոչ միայն ասում եմ հանդբոլ է, այլ նաև ծանոթանալու երեխային մեծ սպորտի, ինչը մեր ազգի համար, ինձ թվում է մեր նման փոքր երկրների համար շատ կարևոր է։ Յուրաքանչյուր մարդու համար է կարծում եմ կարևոր սպորտով։ Անշուշտ, ծրագրի մասով իհարկե ամեն բան հասկանալի է, բայց եթե կուզենայի նաև օգտագործենք եւս մեկ անգամ անդրադառնալով, հա, հանդբոլի իրական սպորտաձևի կանոններին, եթե մեզ հիմա դիտում են ծնողներ, ովքեր ցանկություն ունեն, որ երեխան գա, ամեն դեպքում որ տարիքից կարող են գալ, ինչպես կարող են գալ եւ որտեղ։ Արդեն 7 տարեկանից մենք ընդունում ենք, եթե 2 տարի առաջ, մի տարի առաջ մենք 9 տարեկան էինք խորհուրդ տալի, այսօր մենք պատրաստ ենք 7 տարեկանից երեխաներին ընդունենք հանդբոլի, յուրաքանչյուր մարզադպրոցներում կան, անգամ շատ դպրոցներում մեր կայքում արմհանդբոլամ կետեմ կարան նայն որտեղ կա հանդբոլի մարզումները, զանգեն հենց մարզադպրոց, Պարզեն պայմանավորվեն, այո, ասում եմ, երեխեքի խնդիր եւ պակաս այսօր չունենք, երեխաները գալիս են, մեր արած աշխատանքը, ես ասեցի, որ երկար տարիներ չեն մասնակցել, բայց այս 3 տարվա մեջ մենք 12 միջազգային մրցաշարի ենք մանկապատանեկան մասնակցել, ինչը նաեւ սոց ցանցերում լինում է, տեսնում են երեխաները, ընկերները եւ այլն, եւ ոգևորվում են եւ համախմբվում են մարզաձևի շուրջ։ Շատ բարի, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ, մենք էլ մեր կողմից ասենք, որ միշտ պատրաստ ենք լուսաբանել այն ամենը, ինչ կապված հանդբոլի հետ եւ թող որ իսկապես փոխվեն այն խնդիրները դալիճի հետ կապված, բյուջեի հետ կապված, սպորտի հանդեպ, հա, տրամադրվածության հետ կապված ու մենք է կարողանանք գրանցել մեծ հաջողություններ աշխարհի մասշտաբով։ Մեր հյուրն էր Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը, շնորհակալ ենք, որ այս առավոտ ժամանակ գտաք ու եկաք մեզ հյուր։ Ես եմ շնորհակալ, որ հետևում եք հանդբոլի ֆեդերացիայի աշխատանքներին, գործունեությանը, հրավիրում եք ձեր տաղավարում, ես միշտ դրական իմպուլս եմ ստանում, որ միշտ պատրաստ ենք ամեն տարի նոր աշխատանք, նոր արդյունքներ եւ նոր մեկնաբանություններ։ Լավ նորություններով, շնորհակալ եմ։ Ձեզ մաղթում ենք իհարկե ոչ միայն հանրապետական փառատոներում, այլ նաև միջազգային այն հարթակները, որոնք որ նշեցիք, սպասվում են, իհարկե հաջողություններ ու հաղթանակներ, եւ թող որ պետության կողմից, ինչպես նաև մասնավոր մարդկանց կողմից լինեն հետաքրքրվածություններ, առաջանան եւ ներդրումներ ավելանան, որպեսզի կարողանա զարգանա ու իր նպատակին հասնի այս սպորտաձևը, որը կոչվում է հանդբոլ, ինչպես որ մնացած բոլոր սպորտաձևերը։ Սպորտն իսկապես կարևոր է մեր կյանքում, այնպես որ գտեք ձեր երեխայի նախընտրելի սպորտաձևը ու անպայման գրանցեք, անկախ նրանից նա հետագայում սպորտսմեն կդառնա թե ոչ, դա առողջ ապրելակերպ է ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա զբաղված լինի։ Ցանկացած խմբակում, ինչ վերաբերում է սպորտի կամ արվեստի, ուշադիր եղեք եւ փնտրեք ու գտեք ձեր երեխային նախընտրելի սպորտաձևը։ Այսօր այսքանը մենք հանդբոլով էինք, այսօր իհարկե ներկայացված մեր այսօրվա ծրագրում, բայց ամենակարևորը մարզվեք։ Ծրագիրը ավարտվում է, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, հենց ավարտվի, ես ու դու գնանք գնդակվեցնենք ու հանդբոլի գնացինք։